Ողջույն ձեզի սիրելի ազգագիցներ, Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ սիրով ողջունեմ ձեզ բոլորդ։ Ավարտել է յետք 5 դագարանի 5-րդ գրքի, երկրորդումն օրենքի ընթերցանությունը, Տիրոջ ողորմությամբ եւ շնորհքով այսօրվնե կսկսեմ ձեզի ընթերցել 6-րդ գիրքը, Հեսուի գիրքը։ Աստված իրեն համար Իսրայելի ազգ ընտրեց եւ խոստացավ անոնց հայրերուն, որ զիրենք պիտի առաջնորդեր թեպի խոստացված երկիր։ Իսրայելի ազգը Եգիպտոսի մեջ ըստրգության մեջ էր։ Աստված Մովսեսի ցերկով ազատագրեց անոնք։ Նշաններ ու հրաշքներ կատարելով եւ Աստված ինք պայքարեցավ Իսրայելի համար ընդեմ Եգիպտոսի ու ժողովուրդը ազատագրեց Փարավոնին ծանր ըստրգութենեն։ Եբրայեցի ժողովուրդը հավատարիմ չգտնվեցավ Աստծո։ Ամեն անգամ դրդնչաց Աստծո թեմ։ Հացի համար, ճուրի համար, ուդելիքի համար։ Եվ Աստված բաժեց անոնք։ Անաբադի մեջ բոլորն ալ մահացան։ Նույնիսկ Մովսես ինք որ առաջնորդեց Եբրայեցի ժողովուրդը խոստացված երկիր չգրծավ մտնել։ Մովսես իրեն հաջորդ ընտրեց Հեսուն։ Հեսու ինքն էր, որ ժողովուրդը Իսրայելի պիտի առաջնորդեր դեպի խոստացված երկիր։ Ահա Մովսեսի հաջորդը Հեսու ինք ժողովուրդը առաջնորդի Քանանի երկիր եւ իր այս գիրքը կպատմե ճիշտ այդ առաջնորդության, ինչպես նաեւ ժողովրդին Իսրայելի 12 ցեղերուն Քանանի երկրի մեջ հաստատման մասին։ Այս գիրքը գլխավոր 3 մասերու կբաժնվի։ Առաջին մասի մեջ կտեսնենք թե ինչպես Իսրայելի ժողովուրդը Քանանի երկիրը կգրավե մանրամասնություններով։ Երկրորդ մասի մեջ կտեսնենք թե ինչպես Իսրայելի ժողովուրդը 12 ցեղերը ամեն մեկը իր հողագդոր բաժինը գարնե եւ կհաստատվի իր մանրամասնություններով եւ ապա վերջին 22-ին 24 գլուխներու մեջ կգարտանք Հեսուի ցանկի վախճանը։ Ինչպես Եգիպտոսի քերութենեն Աստված ազատագրեց Իսրայելի ժողովուրդը ինք անոնց փոխարեն գրվելով, ահա նույն ցևով երբ Քանան պիտի մտնեին Իսրայելի ժողովրդի զավակները, Աստված անոնց կողքին եղավ եւ Աստուծո զորությամբ է որ անոնք կրցան հաջողության հասնել ու հաղթել։ Ապա կտեսնենք թե ինչպես Աստված սիրելներ իր խոստումին դեր եղավ։ Այնինչ որ Աստված խոստացած էր Իսրայելի ժողովրդի հայրերուն, որ խոստացված երկիր պիտի տաներ զանոնք, Աստված դարավ զանոնք։ Հիմա կմնար որ Իսրայելը ինքն իր խոստումը կատարեր եւ հավատարիմ մնար Աստուծո, մանավանդ որ գերտային երկիրը ուր բազմաթիվ չաստվածներ կային, հետևաբար փորձությունը շատ մեծ էր, որ Իսրայել իր հավատքը Աստուծո վրա պահպաներ։ Եվ պիտի տեսնենք սիրելներ հետաքա քիրքերու մեջ թե ինչպես Իսրայել հերացավ ճշմարիտ Աստված պաշտութենեն եւ ինքավ գրաբաշխության տակ։ Սակայն այս գրքի մեջ մենք կտեսնենք խոստումը, հոգևոր խոստումը ուղված քրիստոնյաներուս։ Ինչպես որ սիրելներ Հեսուն ինք առաջնորդեց Աստուծո ժողովուրդը թեպի խոստացված երկիր, Հիսուս ինքն է մեր Հեսուն։ Հիսուս ինքն է մեր առաջնորդը։ Եվ Հիսուս ինք չարը բարդության մատնելով, մահը իր ոտքին տակ ճզմելով, հաղթելով իր մահվան հաղթելով եւ իր հարությամբ մեզի ներելով մեր բոլոր մեղքերը, խաչին վրա իր թափած արյունով սիրելներ ահա մեզ գարաչնորթե թեպի հավիտենական խոստացված երկիր, թեպի հավիտենական կյանք։ Այս կյանքի մեջ շատ փորձություններ կան, որոնք պետք է հաղթահարենք։ Այդ փորձությունները գրաբաշխության փորձություններ են, մարմնավոր մեղքի փորձություններ են եւ զանազան փորձություններ։ Սիրելներ Հիսուս եկավ եւ հաղթեց սատանային։ Փորձվելով հաղթեց անոր
եւ մեզիալ ցույց տվավ, որ իր մոտ մենք կրնանք հաղթել, որբեսի կարողանանք խոստացված երկիրը հավիտենական կյանքը ժառանգել։ Չլանք սիրելներ Իսրայելի այն ժողովրդին պես, որ երբ Եգիպտոսեն ելավ, մեղքերու մեջ ապրեցավ ու անոնց ոսկորները անաբադի մեջ մնացին։ Այսինքն չլանք այն ժողովուրդը, որ անհավատարիմ գտնվին Աստծո նկատմամբ եւ այս կյանքի մեջ մեր հավիտենական փրկությունը գործընծնենք, այլ հավատարիմ մնանք Հեսուի նման եւ քալենք սիրելներ Աստուծո բադվիրաններու մեջ են, որբեսի դերը մեզ հավիտենական իր հարգերու մեջ ընդունի։ Ահա այս է ընդհանուր պատգամը այս կրկին, որ փաղկացած է 24 գլուխներ է։ Եկեք սիրելներ ամեն օր մեկ գլուխ ընթերցենք, լսենք եւ մենք ալ զգուշանանք, որ հանգարց մեղքերու մեջ չինանք ու իմանանք, երբ հավատարիմ ենք Աստուծո, ապա Աստված ինք մեր կողքին է, ապա Աստված ինք մեր փոխարեն կբادرազմի եւ մենք դիրոճմով հաջողություն եւ հաղթանակ կապահովենք։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Հեսու առաջին գլուխ դերը գհրանքե Հեսուի քրավել Քանանը։ Դիրոջ ծարային Մովսեսի մահեն յետք դերը խոսեցավ Նավեի որդին Հեսուի Մովսեսի սպասարկուին ասելով. Իմ ծարաս Մովսես մեռավ, հիմա գանքնե եւ անցիր այս հորտանանեն թուն ու այս ամբողջ ժողովուրդը դեպի այն երկիրը, որ ես Իսրայելի որդիներուն գուդամ։ Ձեր ոտքի ներփանին գողած ամեն դեղը ցեզի դվի, ինչպես Մովսեսի ասի։ Ձեր հողամասը պիտի լա անաբադեն եւ այս լիփանանեն մինչեւ մեծ կեդը, Եփրատ կեդը, կեդացներուն ամբողջ երկիրը ու մինչեւ մեծ ձովը արևմտյան գոմը։ Յանքիդ բոլոր օրերու մեջ ոչ մեկը պիտի գարենա արչվդ գայնիլ, ինչպես Մովսեսի հետ էի, նույնպես քեզի հետ պիտի լամ, քեզ պիտի չթողում եւ քեզ պիտի չլքեմ։ Ուժովցիր եւ քաչ եղիր, քանի որ այս ժողովրդին թուն ժառանգել պիտի դաս այն երկիրը, որուն համար անոնց հայրերուն երթումարի, որ իրենց դամ։ Միայն թե ուժովցիր եւ շատ քաչ եղիր, որբեսի իմ ծարայիս Մովսեսի քեզի բադվիրած ամբողջ օրենքը զգուշությամբ կործատրես։ Անգե աչ գոմ կամ ցախ գոմ մի շեղիր, որբեսի ուր որ երթաս հաջողիս։ Այս օրենքի գիրքը փերանե թող չհերանա, ապա քիշեր ցերեկ անոր մասին խորտած է, որբեսի բոլոր անոր մեջ կրվածները զգուշությամբ կործատրես, քանի որ այն ադեն քու ջամփաներդ պիտի հաջողցնես եւ այն ադեն պիտի հարաճ դիմես։ Ահա քեզի կբադվիրեմ, ուժովցիր եւ քաչ եղիր, մի ահապեգիր ու մի զարհուրիր, որովհետեւ դերը քո Աստվածդ քեզի հետ է, ուր որ երթաս։ Հեսու հրահանգներ գուտա ժողովրդին։ Ուստի Հեսու ժողովրդին ոստիկաններուն բադվիրեց։ Փանագին մեջ են անցեք ու ժողովրդին բադվիրեցեք։ Ցեզի բաշար պատրաստեցեք, քանի որ 3 օրեն յետք այս հորտանանեն պիտի անցնիք, որբեսի մտնեք եւ դիրանաք այն երկրին, որ դերը ծեր Աստվածը ցեզի գուտա իբր ըստացվածք։ Հետո Հեսու Ռուբենյաններուն, Քաթյաններուն ու Մանասեի ես դողմին ասավ. Հիշեցեք այն խոսքը, որ Տիրոջ ծառան Մովսես ցեզի բադվիրեց ասելով. Դերը ծեր Աստվածը ցեզ հանգստացուց եւ այս երկիրը ցեզի տվավ։ Ձեր գիները, մանուկներն ու խաշինքը թող մնան այն երկրի մեջ, որ Մովսես ցեզի տվավ հորտանանի այս գոմը։ Բայց դուք, որ զորավոր գդրիչներ եք, բոլորդ սպարազինյալ անցեք ձեր եղբայրներուն առջև եւ օգնեցեք անոնց, մինչեւ որ դերը ձեր եղբայրներն ալ ցեզի պես հանգստացնե ու անոնք ալ դիրանան այն երկրին, որ դերը ձեր Աստվածը անոնց կուտա։ Հետո վերադարձեք ձեր ստացվածքին երկիրը եւ դիրացեք անոր, որ Տիրոջ ծառան Մովսես ցեզի տվավ հորտանանի այս կողմը դեպի արևելք։ Անոնք ալ Հեսուի պատասխանեցին. Քու բոլոր բադվիրածներդ պիտի կործատրենք եւ ուր որ մեզ ղրգես պիտի երթանք։ Ինչպես Մովսեսի գհնազանդեինք,
այնպես ալ քեզի պիտի հնազանդենք։ Միայն թե դերը քո Աստվածդ քեզի հետ լա, ինչպես Մովսեսի հետ էր։ Ով որ քո հրամանի թեմ ընթվզի եւ խոսքերդ մտիկ չնե ամեն բանի մեջ, որ իրեն պատվիրես, պիտի մերցվի։ Միայն թե ուժովցիր եւ քաչ եղիր։ Փառք քեզ, Տեր Աստված մեր։ Ամեն։